Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում, նրա դեմքին ոչ ոք չնկատեց հաղթանակի արտահայտություն։ Ընդհակառակը, վարչապետը իջավ աստիճաններով այնպիսի արագությամբ, որը նրան բնորոշ չէր, իսկ նրա աչքերում ովքեր տեսան, հետո կպատմեին անվտանգության ծառայության հարցաքննողներին, որ կար մի տարօրինակ խառնուրդ, զայրույթի, հիասթափության և ինչ-որ անսասան վճռականության։ Ամերիկայից վերադարձող պատվիրակությունը պետք է բերեր լավ լուրեր, միլիարդավոր դոլարների ներդրումներ, տնտեսական օգնություն, միջազգային ճանաչում։ Բայց փոխարենը Վազգենը բերեց մերժում, որը 3 օր անց կարժենար նրա կյանքը։ Ինչ էր տեղի ունեցել Վաշինգտոնի փակ դռների հետևում, որ Հայաստանի ամենահզոր մարդը վերադարձավ այնպես, կարծես նոր էր տեսել իր սեփական գերեզմանը։ Գաղտնի բանակցությունները Ալբերտ Գորի հետ տևել էին 3 ժամ, և այդ 3 ժամվա ընթացքում ոչ մի լրագրող, ոչ մի խորհրդական, ոչ մի թարգմանիչ չէր մտել սենյակ։ Միայն 2 մարդ՝ ԱՄՄ փոխնախագահը և Հայաստանի վարչապետը, և միայն մեկ թեմա՝ Մեղրու միջանցքը։ Երբ Վազգենը դուրս եկավ այդ հանդիպումից, նրա անվտանգության պետ Գրիգոր Հարությունյանը, որը սպասում էր միջանցքում, հետո կպատմի, որ վարչապետը առաջին անգամ իր կյանքում խնդրեց ծխախոտ, թեև երբեք չէր ծխում։ Նրանք ուզում են, որ մենք տանք Մեղրին, ասաց Վազգենը, և այդ 5 բառերում կար ամբողջ աշխարհի ծանրությունը։ Գորը խոստացել էր 3 միլիարդ դոլար ուղղակի ներդրումներ ենթակառուցվածքներում, 2 միլիարդ զարգացման ծրագրերի համար և ամենակարևորը՝ ամերիկյան երաշխիքներ Ադրբեջանի հետ խաղաղության համար։ Բայց գինը պարզ էր։ Մեղրու միջանցքը պետք է դառնար միջազգային տարածք, որտեղ Ադրբեջանը կունենար անարգել անցում դեպի Նախիջևան։ Վազգենը մերժեց անմիջապես, առանց խորելու, առանց խորհրդակցելու, առանց հաշվարկելու հետևանքները։ Բայց ինչու այդքան կտրուկ, այդքան անզիջում, երբ երկիրը խեղդվում էր տնտեսական ճգնաժամում, երբ միջին աշխատավարձը չէր գերազանցում 30 դոլարը, երբ Երևանի կեսը ապրում էր առանց էլեկտրականության։ Վազգենը վերադարձավ Երևան և անմիջապես հրավիրեց փակ խորհրդակցություն իր ամենամոտ շրջապատի հետ։ Այդ խորհրդակցության մասին գոյություն ունեն միայն ոչ պաշտոնական վկայություններ, որովհետև ոչ մի արձանագրություն չվարվեց, ոչ մի ձայնագրություն չկատարվեցավ։ Բայց նրանք, ովքեր այնտեղ էին, Կարեն Դեմիրճյանը, Վազգենի եղբայր Արամը, մի քանի բարձրաստիճան զինվորականներ, հետո կպատմեին, որ վարչապետը խոսեց ոչ թե տնտեսության, ոչ թե ներդրումների, այլ պատմության մասին։ Եթե մենք տանք Մեղրին, ասաց նա, մենք կտանք ոչ միայն 15 կիլոմետր ճանապարհ, այլ ամբողջ հարավը։ Եթե Ադրբեջանը ստանա միջանցք, վաղը նրանք կպահանջեն ավելին, և մենք չենք կարող ասել ոչ, որովհետև արդեն կլինենք համաձայնվել առաջին զիջմանը։ Սենյակում լռություն էր, այնպիսի լռություն, որը ծանրանում է ամեն վայրկյան, և Կարեն Դեմիրճյանը, ով սովորաբար միշտ գտնում էր համաձայնության ճանապարհը, այս անգամ միայն գլուխ էր շարժում։ Հարցը, որը այդ օրից սկսեց տանջել բոլորին, ովքեր գիտեին այս պատմության մասին, հետևյալն էր. արդյոք Վազգենը հասկանում էր, որ իր մերժումը նշանակում է մահավճիռ։ Արդյոք նա գիտեր, որ Վաշինգտոնում կան ուժեր, որոնց համար Մեղրու միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ երկրաքաղաքական անհրաժեշտություն, և որ այդ ուժերը չեն կանգնի մեկի կյանքի առաջ։ Նրա անվտանգության ծառայության պետը հետո կպատմի, որ վարչապետը վերջին 3 օրերին փոխել էր իր վարքագիծը։ Նա ավելի հաճախ էր ստուգում իր մարմնապահների ցուցակները, ավելի հաճախ էր փոխում երթուղիները, և մի անգամ, երբ նրանք անցնում էին Բաղրամյան պողոտայով, Վազգենը հանկարծ ասաց. «Գիտես, Գրիգոր, ամենավտանգավոր թշնամին այն, ինչու նա չհեռացավ Երևանից մի քանի օրով»։ Պատասխանը, որը հետո կտան նրա ընկերները, պարզ էր, որովհետև Վազգենը չէր փախչում։ Նա ամբողջ կյանքում եղել էր զինվոր, և զինվորը չի փախչում վտանգից, նույնիսկ երբ գիտի, որ վտանգը մահացու է։ Բայց կար նաև մեկ այլ բացատրություն, ավելի խորը և ավելի ցավոտ։ Վազգենը չէր կարող հավատալ, որ նրան կարող են սպանել իր սեփական երկրում, իր սեփական խորհրդարանում, իր սեփական ընկերների ներկայությամբ։ Նա կարծում էր, որ եթե վտանգ կա, այն կգա արտաքինից, ադրբեջանական ագենտներից, ռուսական հատուկ ծառայություններից, միջազգային դավադրություններից։ Բայց ոչ երբեք նա չէր կարծում, որ մահը կգա ներսից, իր սեփական համակարգից, իր սեփական մարդկանցից։ Հոկտեմբերի 30 առավոտյան Վազգենը արթնացավ վաղ, ինչպես միշտ, և առաջին բանը, որ նա արեց, հեռախոսեց իր եղբորը։ Խոսակցությունը տևեց 5 րոպե, և Արամը հետո կպատմի, որ Վազգենը խոսեց ընտանիքի մասին, հայրենիքի մասին և վերջում ասաց մի բան, որը հնչեց տարօրինակ. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է շարունակես»։
Արամը ծիծաղեց եւ ասաց, որ ոչինչ չի պատահի, բայց Վազգենը չծիծաղեց։ Նա պարզապես ասաց. «Լավ», եւ կախեց հեռախոսը։ Այդ լավը եղավ վերջին խոսքը, որ եղբայրները փոխանակեցին նորմալ իրավիճակում։ Հաջորդ անգամ, երբ նրանք կխոսեին, Վազգենը կլիներ մահճակալին եւ Արամը կլար այնպես, որ բառեր չէր կարողանում արտասանել։ Այդ օրը Վազգենը անցկացրեց կառավարության շենքում աշխատելով բյուջեի նախագծի վրա։ Նա պետք է հաջորդ օրը հոկտեմբերի 31-ին ներկայացներ այդ նախագիծը խորհրդարանում եւ նա ուզում էր, որ ամեն ինչ լիներ կատարյալ։ Բյուջեն էր նրա պատասխանը Ալբերտ Գորի առաջարկին։ Հայաստանը կարող էր զարգանալ առանց արտաքին միլիարդների, առանց տարածքային զիջումների, առանց ազգային արժանապատվության զոհաբերության։ Բայց երբ նա աշխատում էր թվերի վրա, նրա խորհրդականներից մեկը նկատեց, որ վարչապետը երբեմն կանգ էր առնում, նայում էր պատուհանից դեպի հանրապետության հրապարակ եւ նրա շրթունքները շարժվում էին։ Կարծես նա խոսում էր ինչ-որ մեկի հետ, ում չկար սենյակում։ Արդյոք նա աղոթում էր, արդյոք նա հրաժեշտ էր տալիս, արդյոք նա պատրաստվում էր դեպի այն, ինչը գիտեր, որ գալու է։ Իրիկունը Վազգենը վերադարձավ տուն ուշ, ավելի ուշ, քան սովորաբար։ Նրա կինը Լյուսյան հետո կպատմի, որ նա մտավ տուն եւ առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նստեց ընթրիքի սեղանի շուրջ ընտանիքի հետ։ Նրանք խոսեցին երեխաների մասին, ամառվա արձակուրդի մասին, սովորական բաների մասին, որոնք կազմում են կյանքը։ Բայց Լյուսյան նկատեց, որ Վազգենը չէր ուտում։ Նա միայն խաղում էր պատարագ եւ նրա աչքերը, այդ աչքերը, որոնք միշտ եղել էին այնքան վճռական, այնքան ուժեղ, այժմ ունեին մի տարօրինակ փափկություն։ Կարծես նա նայում էր իր ընտանիքին վերջին անգամ եւ ուզում էր հիշել ամեն դետալ։ Երբ երեխաները գնացին քնելու, Վազգենը երկար կանգնեց նրանց սենյակի դռան մոտ, նայելով թե ինչպես են նրանք քնում, եւ Լյուսյան, ով կանգնած էր նրա հետևում, լսեց, թե ինչպես նա շշուկով ասաց. «Ներեցեք»։ Ում էր նա ներողություն խնդրում, ինչի համար։ Բայց Լյուսյան չհարցրեց, որովհետև վախենում էր պատասխանից։ Գիշերը Վազգենը քիչ քնեց։ Լյուսյան արթնացավ կեսգիշերին եւ տեսավ, որ նա նստած է պատուհանի մոտ, նայում է դեպի քաղաք, եւ նրա ձեռքում է հին լուսանկար, նրա ընկերների հետ Արցախյան պատերազմից։ Այդ լուսանկարում էին բոլորը՝ Վազգենը, Կարենը, Լեոնարդը, Յուրան, Միքայելը, բոլոր նրանք, ովքեր հետո կդառնային Հայաստանի իշխանության կենտրոնը։ Բայց այդ լուսանկարում նրանք դեռ էին երիտասարդ, դեռ էին հավատում, որ կարող են փոխել աշխարհը, դեռ չգիտեին, որ իշխանությունը ոչ միայն տալիս է ուժ, այլև պահանջում է զոհեր։ Վազգենը նայում էր այդ լուսանկարին, եւ Լյուսյան տեսավ, որ նրա աչքերից հոսում են արցունքներ, լուռ արցունքներ, որոնք չեն ընկնում, այլ պարզապես մնում են աչքերում։ Կարծես նույնիսկ լալը դարձել է անհնար։ Հոկտեմբերի 31-ի առավոտը Վազգենը արթնացավ 6 ժամին։ Նա լողացավ, սափրվեց, հագնեց իր լավագույն կոստյումը, մուգ կապույտ, որը նա միշտ կրում էր կարևոր իրադարձությունների ժամանակ։ Նա նայեց հայելուն եւ տեսավ մի մարդու, ով 10 տարում ծերացել էր 20, ում դեմքին արդեն երևում էին պատերազմի, իշխանության եւ հիասթափության հետքերը։ Բայց նա նաեւ տեսավ մի մարդու, ով դեռ հավատում էր, որ արել է ճիշտ ընտրություն, մերժելով Գորի առաջարկը, պաշտպանելով Մեղրին, պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա դուրս եկավ տնից առանց նախաճաշի, առանց հրաժեշտի։ Կարծես գիտեր, որ եթե կանգ առնի, եթե նայի հետ, նա չի կարողանա գնալ։ Ճանապարհին դեպի խորհրդարան Վազգենի մեքենան անցավ Բաղրամյան պողոտայով, եւ նա նայեց դեպի այն շենքերը, որտեղ նա անցկացրել էր վերջին տարիները՝ կառավարության շենքը, նախագահի նստավայրը, պաշտպանության նախարարությունը։ Այս էր նրա աշխարհը, այս էր նրա կյանքը։ Եվ նա գիտեր, որ այսօր, այս նիստից հետո ամեն ինչ կփոխվի։ Բայց նա չգիտեր, թե որքան արմատապես։ Նա չգիտեր, որ իտեր, որ երբ նա կմտնի ազգային ժողովի դահլիճ, նա մտնում է դեպի պատմություն, դեպի ողբերգություն, դեպի այն պահը, որը կբաժանի Հայաստանի պատմությունը մինչև եւ հետո։ Արդյոք նա կարող էր կանխել այն։ Արդյոք նա կարող էր փրկվել, եթե ընդուներ Գորի առաջարկը, եթե զիջեր Մեղրին, եթե ընտրեր կյանքը փոխարեն սկզբունքների։ Բայց Վազգենը երբեք չէր եղել մարդով ընտրում է հեշտ ճանապարհը, եւ այդ օրը նույնպես նա ընտրեց այն, ինչը համարում էր ճիշտ, նույնիսկ եթե այդ ընտրությունը նշանակում էր մահ։ Երբ Վազգենի մեքենան մոտեցավ ազգային ժողովի շենքին, անվտանգության ծառայության գնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը նկատեց մի տարօրինակ դետալ, որը հետո հարցաքննությունների ժամանակ նա կփորձեր բացատրել, բայց չէր կարողանա։ Խորհրդարանի շուրջ կային 3 անվտանգության օղակներ՝ արտաքին պարիսպը, ներքին հսկիչ կետերը եւ դահլիճի անմիջական պահպանությունը։
Բայց այդ առավոտ, երբ Սերգեյը ստուգեց հերթապահության ցուցակները, նա հայտնաբերեց, որ 6 մարմնապահ, ովքեր պետք է լինեին ներքին պարիմետրում, փոխարինվել էին վերջին րոպեին։ Փոխարինողները ներկայացրել էին բժշկական տեղեկանքներ, հիվանդություն, ընտանեկան արտակարգ իրավիճակներ, եւ Սերգեյը, ով այդ պահի զբաղված էր վարչապետի ուղեկցությամբ, ստորագրել էր փոխարինման թույլտվությունները առանց ստուգելու այդ մարդկանց անցյալը։ Հետո, երբ արյունը արդեն ծածկել էր խորհրդարանի հատակը, երբ քննիչները կվերականգնեին այդ օրվա յուրաքանչյուր րոպեն, կպարզվի, որ այդ 6 տեղեկանքը կեղծ էին եւ որ փոխարինող մարմնապահները չէին արձագանքել ոչ մի հեռախոսազանգի հետագա օրերին։ Ով էր կազմակերպել այդ փոխարինումը։ Ով էր ստեղծել կեղծ փաստաթղթերը եւ ամենակարևորը, ինչու ոչ ոք չնկատեց, որ անվտանգության համակարգը, որը կառուցվել էր տարիների ընթացքում, քանդվեց մեկ գիշերում։ Վազգենը մտավ խորհրդարան ժամը 9:30-ին, եւ նրա դեմքը, որը առավոտյան տանից դուրս գալիս եղել էր լարված, այժմ ուներ պաշտոնական հանգստություն։ Նա ողջունեց падգամավորներին, սեղմեց ձեռքեր, ժպտաց, եւ ոչ ոք չէր կարող ասել, որ այս մարդը 3 օր առաջ մերժել էր $3 միլիարդ եւ դրանով իսկ ստորագրել իր մահավճիռը։ Կարեն Դեմիրճյանը, ով նստած էր խոսնակի աթոռին, նայեց Վազգենին եւ մի պահ նրանց հայացքները հատվեցին։ Այդ հայացքում կար ամբողջ նրանց ընկերության պատմությունը։ Արցախյան պատերազմը, անկախության տարիները, իշխանության բարդ խաղերը։ Կարենը գիտեր Գորի առաջարկի մասին, նա ներկա էր եղել այդ փակ խորհրդակցությանը եւ նա նույնպես համաձայնել էր Վազգենի մերժման հետ։ Բայց այժմ, երբ նրանք նստած էին այդ դահլիճում, երբ շուրջը կային հարյուրավոր մարդիկ, ովքեր չգիտեին ոչինչ այն վտանգի մասին, որը կախված էր օդում, Կարենը զգաց մի տարօրինակ անհանգստություն, որը նա չէր կարող բացատրել։ Նա ուզում էր կանչել Վազգենին, ասել նրան, որ նրանք պետք է հեռանան, որ այս նիստը պետք է հետաձգել, բայց ինչպես կարող էր նա բացատրել այդ զգացումը առանց ապացույցների, առանց փաստերի, միայն ինստինկտի հիման վրա։ Նիստը սկսվեց ժամը 10-ին, եւ Վազգենը բարձրացավ ամբիոն ներկայացնելու բյուջեի նախագիծը։ Նրա ձայնը հնչում էր հստակ եւ վճռական, նա խոսում էր թվերի, ծրագրերի, տեսլականի մասին։ Նա ասաց, որ Հայաստանը կարող է զարգանալ անկախ, առանց արտաքին պարտադրանքների, առանց տարածքային զիջումների։ Նա չհիշատակեց Գորի անունը, չխոսեց մեղրու մասին, բայց բոլորը, ովքեր գիտեին ներքին խավերի մասին, հասկացան, որ այս ելույթը պատասխան էր Վաշինգտոնին։ Դահլիճում կային մարդիկ, ովքեր ծափահարում էին, կային մարդիկ, ովքեր լռում էին, եւ կային մարդիկ, ովքեր նայում էին ոչ թե Վազգենին, այլ դռներին, կարծես սպասում էին ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Հետո, երբ քննիչները կվերլուծեին տեսագրությունները, նրանք կնկատեին, որ հենց այդ մարդիկ, ովքեր նայում էին դռներին, առաջինները հեռացան դահլիճից, երբ սկսվեց կրակոցները։ Արդյոք նրանք գիտեին, արդյոք նրանք սպասում էին, արդյոք նրանք էին այն օղակը, որը կապում էր Վաշինգտոնի գաղտնի բանակցությունները եւ Երևանի արյունոտ ողբերգությունը։ Ժամը 11:45-ին, երբ Վազգենը ավարտում էր իր ելույթը, դահլիճի հետևի դռները բացվեցին եւ ներս մտան 5 մարդիկ, զինված, դիմակավորված, շարժվելով այնպիսի համակարգվածությամբ, որը հնարավոր է միայն զինվորական պատրաստվածության դեպքում։ Առաջին վայրկյանները ոչ ոք չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում։ Մարմնապահները, ովքեր պետք է արձագանքեին անմիջապես, կանգ առան, կարծես սպասելով հրամանի, որը երբեք չեկավ։ Վազգենը դարձավ դեպի ձայնը, եւ նրա դեմքին այդ վերջին վայրկյանին չկար վախ, չկար զարմանք, կար միայն մի տարօրինակ հանգստություն։ Կարծես նա վերջապես տեսավ այն, ինչը սպասում էր 3 օր։ Կարեն Դեմիրճյանը փորձեց բարձրանալ իր աթոռից, բայց առաջին կրակոցը նրան նետեց հետ, եւ նրա արյունը ցայտեց խոսնակի ամբիոնի վրա։ Դահլիճում սկսվեց խուճապ։ Մարդիկ վազում էին դեպի ելքերը, թաքնվում էին սեղանների տակ, գոչում էին անունները սիրելիների, ում երբեք այլևս չէին տեսնի։ Վազգենը չվազեց։ Նա կանգնած էր ամբիոնի մոտ, նայում էր դեպի իրեն մոտենող զինյալներին, եւ նրա շրթունքները շարժվում էին, կարծես նա ասում էր ինչ-որ բան, բայց կրակոցների աղմուկը խեղդում էր նրա ձայնը։ Հետո մի մարմնապահ, ով մնացել էր հավատարիմ, փորձեց ծածկել վարչապետին իր մարմնով, բայց երկրորդ կրակոցների շարքը խփեց նրանց երկուսին միաժամանակ։ Վազգենը ընկավ, եւ նրա արյունը խառնվեց Կարենի արյան հետ, երկու ընկերների, ովքեր միասին կառուցել էին Հայաստանի անկախությունը եւ միասին մեռան նույն հատակի վրա։ Ողջ արձակումը տևեց 11 րոպե, բայց այդ 11 րոպեն բավական էին, որպեսզի սպանվեին 8 մարդ եւ վիրավորվեին 27-ը։ Երբ հատուկ ջոկատները վերջապես մտան դահլիճ, զինյալները արդեն անետացել էին, եւ միակ բանը, որ մնաց, արյունն էր, գոչյունները վիրավորների եւ լռությունը մեռածների։
Բայց ով էին այդ զինյալները, ով էր ուղարկել նրանց, եւ ամենակարևորը, ինչու անվտանգության ամբողջ համակարգը ձախողվեց այդ օրը։ Պաշտոնական տարբերակը, որը հետո կներկայացվի հանրությանը, կխոսի ահաբեկչության մթյան մասին, անհատ ֆանատիկների մասին, ովքեր ուզում էին անկայունացնել երկիրը։ Բայց նրանք, ովքեր գիտեին ներքին խավերի մասին, նրանք, ովքեր հիշում էին Գորի առաջարկը եւ Վազգենի մերժումը, սկսեցին տեսնել այլ նկար։ Մեղրու միջանցքը չէր միայն տնտեսական նախագիծ, այն էր երկրաքաղաքական անհրաժեշտություն մեծ խաղացողների համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ ամենակարևորը Ամերիկայի։ Եթե Հայաստանը համաձայնվեր բացել այդ միջանցքը, ապա Ադրբեջանը կդառնար էներգետիկ կենտրոն, որը կապում է Կասպից ծովը Եվրոպայի հետ, եւ Ամերիկան կստանար ազդեցություն այն տարածաշրջանում, որտեղ մինչ այդ գերիշխում էր Ռուսաստանը։ Բայց Վազգենը մերժեց, եւ այդ մերժումը խաթարեց ամբողջ ծրագիրը։ Արդյոք հենց դա էր պատճառը։ Արդյոք հենց դրա համար նա պետք է մեռներ։ Վազգենի ընտանիքը լսեց հրաձգության մասին հեռուստատեսությունից։ Լյուսյան նստած էր տանը, նայում էր լուրերին, երբ հանկարծ ծրագիրը ընդհատվեց, եւ հաղորդավարը, ում ձայնը դողում էր, հայտարարեց, որ ազգային ժողովում տեղի է ունեցել զինված հարձակում։ Լյուսյան չգիտեր, թե ինչ անել, ում զանգահարել, ուր վանգահարել։ Նա փորձեց զանգահարել Վազգենին, բայց հեռախոսը չէր պատասխանում։ Նա զանգահարեց անվտանգության ծառայություն, բայց այնտեղ ոչ ոք չէր վերցնում հեռախոսը։ Նա զանգահարեց Արամին, Վազգենի եղբորը, եւ լսեց, թե ինչպես նա գոչում է հեռախոսով։ Ես գնում եմ խորհրդարան, մնա տանը, մի դուրս արի։ Բայց Լյուսյան չէր կարող մնալ տանը։ Նա վազեց դեպի դուռը, բայց մարմնապահները, ովքեր պահպանում էին վարչապետի տունը, չթողեցին նրան դուրս գալ։ Պարոն վարչապետի հրամանով, ասացին նրանք, եւ Լյուսյան հասկացավ, որ Վազգենը նույնիսկ այդ վերջին առավոտ մտածել էր նրա անվտանգության մասին։ Նա նստեց հատակին, թիկունքը դռանը եւ սկսեց լալ։ Այնպիսի լաց, որը գալիս է ոչ թե աչքերից, այլ ամբողջ մարմնից, երբ հոգին հասկանում է այն, ինչը միտքը դեռ չի ուզում ընդունել։ Արամը հասավ խորհրդարան 20 րոպե անց, բայց նրան չթողեցին մտնել։ Շենքը շրջապատված էր զինված ուժերով, շուրջը կային շտապօգնության մեքենաներ, եւ օդում կար այն հոտը, որը Արամը գիտեր պատերազմից՝ արյան, վախի եւ մահվան հոտը։ Նա փորձեց անցնել Պարիսպով, բայց զինվորները հրեցին օդ եւ նրան ստիպեցին հետ գնալ։ Իմ եղբայրը այնտեղ է, գոչում էր Արամը։ Վարչապետը այնտեղ է, ես պետք է մտնեմ։ Բայց զինվորները միայն շարժում էին գլուխները, եւ նրանց աչքերում Արամը տեսավ ինչ-որ բան, որը նրան սառեցրեց, ոչ թե կարեկցանք, ոչ թե հարգանք, այլ մի տարօրինակ անտարբերություն։ Կարծես նրանք արդեն գիտեին, որ այն, ինչը տեղի է ունեցել, էր անխուսափելի, եւ որ ոչ ոք, ոչ եղբայրը, ոչ կինը, ոչ ընկերները չէին կարող փոխել այն։ Վերջապես 2 ժամ անց մի բժիշկ դուրս եկավ շենքից եւ մոտեցավ Արամին։ Նա չասաց ոչինչ, միայն շարժեց գլուխը, եւ այդ շարժումը բավական էր։ Արամը ծնկի եկավ հենց այնտեղ, փողոցի մեջտեղում, եւ սկսեց հարվածել ձեռքերով ասֆալտին, այնպես ուժգնորեն, որ նրա մատները սկսեցին արյունահոսել։ Բայց նա չէր զգում ցավը, որովհետեւ ֆիզիկական ցավը ոչինչ էր համեմատած այն ցավի հետ, որը պատռում էր նրա հոգին։ Հիվանդանոցում, ուր տեղափոխեցին վիրավորներին, բժիշկները պայքարում էին կյանքի համար։ Վազգենը դեռ շնչում էր, երբ նրան բերեցին, բայց նրա վիճակը էր այնպիսին, որ նույնիսկ փորձառու վիրաբույժները, ովքեր տեսել էին պատերազմի սարսափները, հասկացան, որ փրկություն չկա։ Գնդակները խփել էին կրծքավանդակը, թոքերը, սիրտը։ Նրանք փորձեցին կանգնեցնել արյունահոսությունը, փորձեցին վերականգնել շնչառությունը, բայց Վազգենի մարմինը արդեն հրաժարվում էր պայքարել։ Նրա վերջին րոպեները անցան գիտակցության եւ անգիտակցության միջև, եւ բժիշկները, ովքեր կանգնած էին նրա շուրջը, հետո կպատմեին, որ նա փորձում էր ինչ-որ բան ասել։ Նրա շրթունքները շարժվում էին, բայց ձայնը չէր գալիս։ Մի բուժքույր, ով հակվեց նրա վրա, փորձելով հասկանալ, լսեց միայն 2 բառ՝ մեղրի եւ ներեցեք։ Արդյոք նա ներողություն էր խնդրում, որ չկարողացավ պաշտպանել այն։ Արդյոք նա ներողություն էր խնդրում ընտանիքից, որ թողեց նրանց։ Արդյոք նա ներողություն էր խնդրում ժողովրդից, որ չկարողացավ ավարտել այն, ինչ սկսել էր։ Ոչ ոք երբեք չիմացավ, որովհետև հաջորդ վայրկյանին նրա սիրտը կանգ առավ։ Եվ Վազգեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետը, Արցախյան պատերազմի հերոսը, մարդը, ով մերժեց $3 միլիարդ մեղրու համար, մեռավ 41 տարեկանում իր սեփական երկրի խորհրդարանի հատակին թափված արյան մեջ։ Լուրը տարածվեց Երևանում մի քանի րոպեում։ Մարդիկ դուրս էին գալիս փողոց, կանգնում էին լուր, եւ շատերը լաում էին, նույնիսկ նրանք,
ովքեր երբեք չէին հանդիպել Վազգենին, նույնիսկ նրանք, ովքեր քննադատում էին նրա քաղաքականությունը։ Որովհետև այդ օրը մեռավ ոչ միայն մի մարդ, այլ մի հույս, մի հավատ, որ Հայաստանը կարող է լինել անկախ, ուժեղ, անկոտրում։ Մարդիկ սկսեցին հավաքվել հանրապետության հրապարակում, բերելով ծաղիկներ, վառելով մոմեր, եւ նրանց լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած բողոք։ Իրիկունը, երբ արևը մայր էր մտնում Արարատի հետևում, հրապարակը ծածկված էր ծաղիկներով, եւ այդ ծաղիկների ծովում կային լուսանկարներ Վազգենի, երիտասարդ զինվորական համազգեստով, ժպտացող, կարծես դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր է սպասում նրան։ Մարդիկ տանգնում էին այդ լուսանկարների առջև եւ հարցնում էին ինքներն իրենց. արդյոք արժեր, արդյոք մեղրին արժեր այս զոհը, արդյոք սկզբունքները արժեր այս արյունը։ Բայց պատասխանը չկար, կամ ավելի ճիշտ, կային բազմաթիվ պատասխաններ, եւ յուրաքանչյուրը ճիշտ էր իր ձևով։ Վազգենի թաղումը տեղի ունեցավ 3 օր անց, եւ ամբողջ Երևանը դուրս եկավ փողոց։ 100 հազարավոր մարդիկ շարվեցին երթի երթուղու երկայնքով, եւ երբ արկղը անցնում էր, նրանք լռում էին։ Այնպիսի լռություն, որը ծանրանում է օդում եւ դառնում ֆիզիկական։ Լյուսիան քայլում էր արկղի հետևից, պահելով 2 երեխաների ձեռքերը, եւ նրա դեմքը չուներ արտահայտություն, կարծես բոլոր արցունքները արդեն թափվել էին, եւ այժմ մնացել էր միայն դատարկություն։ Արամը քայլում էր նրա կողքին, եւ նրա աչքերը նայում էին ոչ թե արկղին, այլ ամբոխին, կարծես փորձում էր գտնել այն դեմքերը, ովքեր գիտեին ճշմարտությունը, ովքեր կազմակերպել էին այս սպանությունը, ովքեր վճարել էին զինյալներին։ Բայց ամբոխում կային միայն սովորական մարդիկ, ծեր կանայք, ովքեր լաում էին, երիտասարդներ, ովքեր բռունցքներ էին սեղմում, երեխաներ, ովքեր չէին հասկանում, թե ինչու բոլորը այդքան տխուր են։ Եթե այնտեղ էին սպանիչները, նրանք լավ էին թաքնվել, եւ Արամը գիտեր, որ նա երբեք չի գտնի նրանց, որովհետև այս տեսակի սպանությունները չեն թողնում հետքեր, միայն հարցեր։ Գերեզմանատանը, երբ արկղը իջեցվեց հողի մեջ, Արամը վերցրեց բահ եւ սկսեց լցնել հող։ Յուրաքանչյուր բահով նա հիշում էր ինչ-որ բան, ինչպես նրանք երեխաներ էին խաղում Գյումրիի փողոցներում, ինչպես միասին գնացին պատերազմ, ինչպես Վազգենը վերադարձավ Վաշինգտոնից եւ ասաց, որ մերժել է Գորիի առաջարկը։ Դու գիտեիր, չէ՞, շշուկեց Արամը լցնելով հողը։ Դու գիտեիր, որ նրանք քեզ չեն ների, բայց դու մեկ է արեցիր այն, ինչ համարում էիր ճիշտ։ Հողը ծածկեց արկղը, եւ Վազգեն Սարգսյանը, ով 3 օր առաջ կանգնած էր ազգային ժողովի ամբիոնին եւ խոսում էր Հայաստանի ապագայի մասին, այժմ էր հողի տակ, եւ նրա ապագան, նրա երազանքները, նրա ծրագրերը բոլորը թաղված էին նրա հետ։ Բայց մի բան չէր թաղված։ Հարցը, որը շարունակում էր տանջել բոլորին, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Ո՞վ էր իրականում պատասխանատու այս սպանության համար։ Ո՞վ էր տվել հրամանը եւ ամենակարևորը, արդյոք մեղրու միջանցքը, որը Վազգենը պաշտպանեց իր կյանքի գնով, արդյոք այն դեռ անվտանգ է, թե նրա մահը միայն սկիզբն էր ավելի մեծ ծրագրի, որը շարունակվելու էր։ Քննությունը, որը սկսվեց անմիջապես սպանությունից հետո, տևեց ամիսներ, բայց այն երբեք չհասավ իրական ճշմարտությանը։ Զինյալները, ովքեր մտան խորհրդարան, ձերբակալվեցին, դատվեցին, դատապարտվեցին։ Նրանք պնդեցին, որ գործել են միայնակ, որ նրանց մոտիվը էր անհատական վրեժխնդրությունը, որ ոչ ոք չէր կազմակերպել նրանց։ Բայց նրանք, ովքեր ուսումնասիրեցին գործը, գտան անհամապատասխանություններ։ Զինյալները ունեին զենք, որը չէր վաճառվում Հայաստանում։ Նրանք ունեին տեղեկություններ անվտանգության համակարգի մասին, որը հասանելի էր միայն ներսի դերներին, եւ նրանք շարժվում էին այնպիսի պրոֆեսիոնալիզմով, որը հնարավոր չէր առանց հատուկ պատրաստվածության։ Բայց երբ քննիչները փորձեցին խորանալ ավելի խորը, երբ նրանք սկսեցին հարցնել Վաշինգտոնի բանակցությունների մասին, Գորի առաջարկի մասին, մեղրու միջանցքի մասին, նրանց ասացին կանգ առնել։ Դուք քննում եք սպանություն, ոչ թե միջազգային դավադրություն, ասացին նրանց, եւ քննությունը փակվեց այնպիսի հարցերով, որոնք երբեք չստացան պատասխան։ Տարիներ անց, երբ փաստաթղթերը սկսեցին ապակարտուղարվել, երբ վկաները սկսեցին խոսել, երբ պատմությունը սկսեց բացահայտել իր գաղտնիքները, դուրս եկավ մի նոր պատկեր։ Վազգենի մերժումը Վաշինգտոնում ոչ միայն խաթարեց մեղրու միջանցքի ծրագիրը, այլև ազդեց ավելի լայն երկրաքաղաքական հավասարակշռության վրա։ Ամերիկան ուզում էր ստեղծել էներգետիկ միջանցք, որը կմինչև Եվրոպա առանց Ռուսաստանի, եւ Հայաստանը էր հիմնական խոչընդոտը։ Ռուսաստանը իր կողմից ուզում էր պահպանել իր մենաշնորհը Կովկասում, եւ Վազգենի մերժումը նրանց համար էր նվեր։ Թուրքիան ուզում էր բացել սահմանը Հայաստանի հետ, բայց միայն եթե Հայաստանը զիջեր Արցախի հարցում։
Իրանը ուզում էր պահպանել իր ազդեցությունը հարավում եւ մեղրու միջանցքը սպառնում էր այդ ազդեցությանը։ Վազգենը կանգնած էր այս բոլոր շահերի խաչմերուկում, եւ նրա մերժումը դարձավ այն կետը, որտեղ բոլոր այս ուժերը բախվեցին։ Արդյոք նրա սպանությունը էր այդ բախման արդյունքը։ Արդյոք նա դարձավ զոհ մեծ խաղի, որտեղ փոքր երկրների առաջնորդները միայն խաղաքարեր են մեծ խաղացողների ձեռքում։ Այսօր, երբ դուք այցելում եք Վազգենի գերեզմանը Երաբլուրում, դուք տեսնում եք ծաղիկներ, որոնք երբեք չեն չորանում, որովհետև մարդիկ շարունակում են բերել նոլերը։ Դուք տեսնում եք լուսանկարներ, որտեղ նա երիտասարդ է, ուժեղ, լի հույսով։ Դուք տեսնում եք գրություններ հերոս, հայրենասեր, անմա, բայց դուք չեք տեսնում այն, ինչը ամենակարևորն է՝ ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչու նա մեռավ, ով էր իրականում պատասխանատու, եւ արդյոք նրա զոհը փրկեց մեղրին, թե միայն հետաձգեց անխուսափելին։ Այս հարցերը շարունակում են տանջել Հայաստանը, եւ մինչեւ այդ հարցերը չստանան պատասխան, Վազգենի ոգին չի կարող հանգչել, եւ Հայաստանը չի կարող առաջ շարժվել։ Որովհետև ազգը, որը չի գիտի իր պատմության ճշմարտությունը, դատապարտված է կրկնել իր սխալները, եւ զոհերը, որոնք արդեն տրվել են, կդառնան անիմաստ, եթե մենք չսովորենք նրանցից։ Երբ Վազգենի մարմինը տեղափոխվեց դատաբժշկական փորձաքննության, բժիշկները հայտնաբերեցին ինչ-որ բան, որը չպետք է գոյություն էր։ Նրա արյան մեջ գտնվեցին հետքեր դեղամիջոցների, որոնք սովորաբար օգտագործվում են սրտի արիթմիայի բուժման համար։ Բայց Վազգենի բժշկական քարտում, որը պահվում էր Պաշտպանության նախարարության արխիվում, չկար ոչ մի նշում սրտի հիվանդության մասին։ Ավելին, երբ քննիչները փորձեցին գտնել նրա անձնական բժշկի դոկտոր Արմեն Սարգսյանի վկայությունը, պարզվեց, որ բժիշկը հեռացել էր Հայաստանից հոկտեմբերի 28-ին, 3 օր առաջ սպանությունից։ Նրա բնակարանը գտնվեց դատարկ, նրա գրասենյակում փաստաթղթերը այրված, իսկ նրա բանկային հաշիվը փակված 1 օր առաջ մեկնումից։ Ով էր այդ բժիշկը իրականում։ Ինչու նա բուժում էր Վազգենին գաղտնի, եւ ամենակարևորը, ինչ էին այն դեղամիջոցները, որոնք գտնվեցին վարչապետի արյան մեջ։ Արդյոք Վազգենը հիվանդ էր, եւ նա թաքցնում էր այդ իր ամենամոտ շրջապատից, թե ինչ-որ մեկը դանդաղ թունավորում էր նրան, պատրաստելով նրա մարմինը վերջնական հարվածին։ Անվտանգության ծառայության արխիվներում, որոնք մասամբ ապաքարտուղարվեցին 10 տարի անց, գտնվեց մի թղթապանակ, կարմիր կնիքով եւ կոդով Արարատ 77 պինը։ Այդ թղթապանակում էին Վազգենի բժշկական զննումների արդյունքները վերջին 3 տարիների համար, եւ այն, ինչ այնտեղ գրված էր, հակասում էր պաշտոնական տարբերակին։ 1997-ից սկսած Վազգենը տառապում էր ծանր արիթմիայով, որը զարգացել էր պատերազմի տարիների սթրեսից եւ անքնությունից։ Նրան նշանակվել էին հզոր դեղամիջոցներ, որոնք պետք է վերահսկեին սրտի ռիթմը, բայց այդ դեղերը ունեին կողմնակի ազդեցություն։ Դրանք թուլացնում էին արձագանքման ժամանակը, նվազեցնում ուշադրությունը եւ ամենավտանգավորը դարձնում մարմինը խոցելի արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Բժիշկները նախազգուշացրել էին Վազգենին, որ նա պետք է նվազեցներ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, խուսափեր սթրեսից, բայց ինչպես կարող էր վարչապետը, ով պատասխանատու էր ամբողջ երկրի համար, ով պայքարում էր տնտեսական ճգնաժամի, միջազգային ճնշումների եւ ներքին դավադրությունների դեմ, ինչպես կարող էր նա հանգստանալ։ Նա ընտրեց շարունակել, ընտրեց թաքցնել իր հիվանդությունը, եւ այդ ընտրությունը, հավանաբար, արագացրեց նրա վերջը։ Բայց ամենազարմանալին այն էր, որ թղթապանակի վերջին էջում, որը թվագրված էր հոկտեմբերի 26-ով, 5 օր առաջ սպանությունից, կար մի նշում դոկտոր Սարգսյանի ձեռագրով։ Հիվանդի վիճակը կտրուկ վատացել է վերջին 3 օրերի ընթացքում։ Արյան ճնշումը անկայուն, սրտի ռիթմը անկանոն, գիշերները անքնություն։ Նա հրաժարվում է հոսպիտալացումից, պնդում է, որ պետք է ներկայանա խորհրդարանում հոկտեմբերի 31-ին։ Ես նախազգուշացրել եմ նրան, որ նրա մարմինը չի դիմանա լրացուցիչ սթրեսին, բայց նա չի լսում։ Աստված օգնի մեզ։ Այս վերջին նախադասությունը, Աստված օգնի մեզ, հնչում էր ոչ թե որպես բժշկական եզրակացություն, այլ որպես մարգարեություն, որպես նախազգուշացում, որը ոչ ոք չլսեց։ Արդյոք դոկտոր Սարգսյանը գիտեր ավելին, քան գրել էր։ Արդյոք նա տեսել էր ինչ-որ բան, որը ստիպեց նրան փախչել երկրից։ Արդյոք նա վախենում էր, որ եթե մնա, նա կդառնա հաջորդ զոհը։ Վազգենի ընտանիքը, որը տարիներ անց իմացավ այս բժշկական փաստաթղթերի մասին, պահանջեց նոր քննություն։ Նրանք ուզում էին իմանալ, արդյոք Վազգենի մահը եղավ միայն գնդակների արդյունք, թե նրա մարմինը արդեն այնքան էր թուլացած հիվանդությունից, որ նա չէր կարող դիմանալ վիրավորումներին։ Բայց ավելի կարևոր հարցը եղավ. արդյոք ինչ-որ մեկը գիտեր նրա հիվանդության մասին,
եւ օգտագործեց այդ տեղեկությունը, ընտրելով հենց այն պահը հարձակման համար, երբ Վազգենի մարմինը ամենաթույլն էր։ Դատաբժիշկները, ովքեր վերլուծեցին արյան նմուշները, հայտնաբերեցին, որ դեղամիջոցների կոնցենտրացիան Վազգենի արյան մեջ հոկտեմբերի 31-ին եղել է 3 անգամ ավելի բարձր, քան նորմալ դեղաչափը։ Սա նշանակում էր, որ կամ Վազգենը ինքը ընդունել էր ավելորդ տեղեր, փորձելով վերահասկել իր վիճակը, կամ ինչ-որ մեկը միտումնավոր ավելացրել էր դեղաչափը, դարձնելով նրա մարմինը ավելի խիխոցելի։ Բայց ով կարող էր մուտք ունենալ վարչապետի դեղերին։ Ով կարող էր փոխել դեղաչափը առանց նրա իմացության, եթե ոչ նրա ամենամոտ շրջապատը։ Լյուսյան, Վազգենի այրին, հետո կպատմի մի դետալ, որը երբեք չհայտնվեց պաշտոնական քննության մեջ։ Հոկտեմբերի 31-ի առավոտ, երբ Վազգենը պատրաստվում էր դուրս գալ տնից, նա խնդրեց Լյուսյանին բերել իր դեղերը։ Լյուսյան գնաց դեղարան, բայց երբ նա բացեց դեղատուփը, նա նկատեց, որ հաբերը տարբեր են։ Սովորաբար Վազգենի սրտի դեղերը փոքր, սպիտակ կլոր էին, բայց այդ առավոտ դեղատուփում էին մի քանի հապ, որոնք ավելի մեծ էին եւ ունեին թույլ դեղնավուն երանգ։ Լյուսյան հարցրեց Վազգենին, բայց նա ասաց, որ դոկտոր Սարգսյանը փոխել է դեղաչափը եւ այդ նոր հաբերն են։ Լյուսյան չմտածեց այդ մասին, նա վստահում էր բժշկին, վստահում էր Վազգենին, բայց հիմա տարիներ անց, երբ նա հիշում է այդ պահը, նա տանջվում է հարցով, արդյոք այդ հաբերը իրոք եղել են բժշկի նշանակած, թե ինչ-որ մեկը փոխարինել էր դեղերը, դարձնելով Վազգենի մարմինը ժամացույց, որը հաշվում էր վերջին ժամերը։ Անվտանգության ծառայության ներքին քննությունը, որը տևեց 2 տարի եւ երբեք չհրապարակվեց, եկավ եզրակացության, որ Վազգենի սպանությունը չէր կարող իրականացվել առանց ներսից օգնության։ Զինյալները, ովքեր մտան խորհրդարան, ունեին մանրամասն պլան, շենքի դասավորությունը, անվտանգության համակարգը, մարմնապահների տեղաբաշխումը, նույնիսկ Վազգենի նստելու տեղը դահլիճում։ Այս տեղեկությունները հասանելի էին միայն սահմանափակ թվով մարդկանց, անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներին, խորհրդարանի ադմինիստրացիային եւ վարչապետի անձնական շրջապատին։ Քննիչները ստուգեցին բոլորին, ով ուներ մուտք այդ տեղեկություններին, բայց նրանք բախվեցին պատին։ Յուրաքանչյուր անձ, ում նրանք հարցաքննեցին, ուներ ալիբի, ուներ բացատրություն, ուներ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին նրանց անմեղությունը։ Բայց քննիչները գիտեին, որ ալիբիները կարող են կեղծվել, փաստաթղթերը կարող են ստեղծվել եւ որ իրական դավաճանը երբեք չի թողնում հետքեր։ Նրանք փնտրեցին այլ ուղիներ, ֆինանսական գործարքներ, հեռախոսազանգեր, ճանապարհորդություններ արտերկիր, բայց ամեն անգամ, երբ նրանք մոտենում էին ճշմարտությանը, ինչ-որ մեկը փակում էր դռները։ Մի անուն, որը շարունակաբար հայտնվում էր քննության մեջ, բայց երբեք չդարձավ պաշտոնական կասկածյալ։ Եղավ Վահագն Խաչատրյանը, Վազգենի նախկին տեղակալը պաշտպանության նախարարությունում։ Վահագնը եղել էր Վազգենի ամենամոտ ընկերներից մեկը Արցախյան պատերազմի տարիներին, բայց 1998-ում, երբ Վազգենը դարձավ վարչապետ, նրանց միջև ինչ-որ բան կոտրվեց։ Վահագնը ակնկալում էր, որ նա կստանա բարձր պաշտոն նոր կառավարությունում, բայց Վազգենը նշանակեց նրան միայն խորհրդական, առանց իրական իշխանության, առանց որոշումների ընդունման իրավունքի։ Վահագնը զգաց իրեն դավաճանված, եւ նա սկսեց հեռանալ Վազգենից, հանդիպել այլ մարդկանց, կապեր հաստատել այն շրջանակների հետ, որոնք դժգոհ էին վարչապետի քաղաքականությունից։ Հոկտեմբերի 28-ին, 3 օր առաջ սպանությունից, Վահագնը հեռացավ Հայաստանից, պաշտոնական գործուղման համար Մոսկվա։ Նա վերադարձավ հոկտեմբերի 2-ին, 2 օր հետո սպանությունից, եւ երբ լրագրողները հարցրեցին նրան Վազգենի մասին, նա ասաց. «Սա ողբերգություն է մեր բոլորի համար», բայց նրա աչքերում չկար ցավ, չկար զարմանք, կար միայն մի տարօրինակ հանգստություն։ Կարծես նա սպասում էր այս լուրին։ Քննիչները փորձեցին հարցաքննել Վահագնին, բայց նա ներկայացրեց իր Մոսկվայի ուղևորության ամբողջական փաստաթղթավորումը, ինքնատիրի տոմսերը, հյուրանոցի ապացույցները, հանդիպումների արձանագրությունները։ Ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ ապացուցում էր, որ նա չէր կարող լինել Երևանում հոկտեմբերի 31-ին։ Բայց մի քննիչ, ով չհանձնվեց, շարունակեց փորել, եւ նա հայտնաբերեց մի փոքրիկ անհամապատասխանություն։ Վահագնի հեռախոսի գրանցումները ցույց էին տալիս, որ հոկտեմբերի 31-ին ժամը 11-ին, հենց այն պահին, երբ սկսվեցին կրակոցները խորհրդարանում, նրա հեռախոսը կապվել էր Երևանի բջջային աշտարակի հետ, ոչ թե Մոսկվայի։ Սա նշանակում էր, որ կամ Վահագնը եղել է Երևանում, թեև նրա փաստաթղթերը ասում էին հակառակը, կամ նրա հեռախոսը եղել է Երևանում, իսկ ինքը Մոսկվայում։ Երբ քննիչը հարցրեց Վահագնին այս մասին, նա ասաց, որ կորցրել էր իր հեռախոսը Մոսկվայի օդանավակայանում հոկտեմբերի 28-ին,
Եվ որ ինչ-որ մեկը, հավանաբար, գտել և օգտագործել է այն։ Բայց քննիչը չհավատաց, որովհետև եթե հեռախոսը կորել էր, ինչու Վահագնը չհայտնեց այդ մասին անմիջապես։ Ինչու նա սպասեց մինչև քննիչները հարցրեցին նրան։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ ոչ թե քննիչներից, այլ մի անձից, ում ոչ ոք չէր սպասում։ 1999 թվականի դեկտեմբերին, 2 ամիս հետո սպանությունից, Երևանի ամերիկյան դեսպանատուն ստացավ անանուն նամակ։ Այդ նամակում, որը գրված էր ռուսերեն, պարունակվում էր մանրամասն նկարագրություն Վազգենի և Ալբերտ Կորի բանակցությունների, ներառյալ այն գումարները, որոնք առաջարկվել էին, և այն պայմանները, որոնք Վազգենը մերժել էր։ Բայց ամենակարևորը նամակի վերջում եղավ մի նախադասություն։ Նա մերժեց $3 միլիարդ մեղրու համար, և դրա համար նրան սպանեցին նրանք, ովքեր ուզում էին այդ գումարը։ Փնտրեք ոչ թե սպանիչներին, այլ բենեֆիցիարներին։ Փնտրեք նրանց, ովքեր ստացան ամեն ինչ հետո նրա մահից։ Դեսպանատունը փոխանցեց այս նամակը հայկական իշխանություններին, բայց պաշտոնական քննությունը անտեսեց այն, համարելով անանուն հուշագրություն, որը չի կարող ապացույց լինել։ Բայց մի խումբ անկախ լրագրողներ, ովքեր ստացան այդ նամակի պատճենը, սկսեցին իրենց սեփական հետաքննությունը, և այն, ինչ նրանք հայտնաբերեցին, ցնցեց նրանց։ Հոկտեմբերի 31-ից հետո, երբ Վազգենը և Կարենը մեռան, երբ խորհրդարանը ընկավ խուճապի մեջ, երբ երկիրը սառեց ցնցումից, մի փոքր խումբ մարդիկ սկսեց հավաքել իշխանությունը։ Այդ մարդիկ չէին եղել առաջին շարքում Վազգենի կառավարությունում, նրանք չէին եղել հայտնի հանրությանը, բայց նրանք ունեին կապեր բանկերի հետ, արտասահմանյան ընկերությունների հետ, և ամենակարևորը, նրանք ունեին տեղեկություններ, որոնք թույլ էին տալիս նրանց շարժվել արագ և ճշգրիտ։ Մեկ ամսում նրանք վերահսկեցին 3 խոշորագույն բանկերը, 6 ամսում էներգետիկ ոլորտի կեսը, 1 տարում հանքարդյունաբերության մեծ մասը։ Նրանք դարձան միլիարդատերեր, իսկ երկիրը շարունակեց ընկնել ավելի խորը ճգնաժամի մեջ։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչպես նրանք գիտեին, թե երբ և ինչ գնել, և ամենակարևորը, արդյոք նրանք գիտեին նախապես, որ Վազգենը կմեռնի և որ նրա մահից հետո կբացվեն նոր հնարավորություններ։ Լրագրողները հետևեցին գումարների հետքին, և նրանք հայտնաբերեցին մի ցանց, որը կապում էր Երևանը Մոսկվայի, Լոնդոնի և Վաշինգտոնի հետ։ Բանկային փոխանցումներ, որոնք կատարվել էին հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 10-ը, 10 օրվա ընթացքում ընդհանուր գումարով $5 միլիարդ։ Ընկերություններ, որոնք ստեղծվել էին օֆշորային գոտիներում հոկտեմբերի սկզբին և սկսել էին գործունեություն Հայաստանում նոյեմբերի վերջին, մարդիկ, ովքեր չէին ունեցել ոչ մի ակտիվ հոկտեմբերի 31-ին, բայց դեկտեմբերին արդեն ունեին միլիոնավոր դոլարների սեփականություն։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ Վազգենի սպանությունը չէր եղել պարզապես քաղաքական ակտ, այլ տնտեսական գործարք, որտեղ մի մարդու կյանքը դարձավ գինը նոր բիզնես հնարավորությունների համար։ Բայց ով էր կազմակերպել այդ գործարքը, ով էր վճարել սպանիչներին և ամենակարևորը, ով էր ստացել ամենամեծ շահույթը։ Պատասխանը եկավ անսպասելի տեղից։ 2003 թվականին, երբ Վահագն Խաչատրյանը մեռավ սրտի կաթվածից իր Մոսկվայի բնակարանում, նրա անձնական համակարգչում գտնվեցին ֆայլեր, որոնք նա չէր ջնջել։ Այդ ֆայլերում էին էլեկտրոնային նամակներ, որոնք փոխանակվել էին 1998-ի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր, հենց այն ամիսները, երբ պլանավորվում էր Վազգենի սպանությունը։ Նամակները գրված էին կոդերով, բայց ռուսական հատուկ ծառայությունները, որոնք վերլուծեցին դրանք, կարողացան վերծանել մի մասը։ Այնտեղ խոսվում էր նախագծի մասին, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի վերջին, խոչընդոտի մասին, որը պետք է հեռացվեր, և վճարման մասին, որը կատարվելու էր 3 փուլով։ Մի նամակում, որը ուղարկվել էր հոկտեմբերի 28-ին, Վահագնը գրել էր. Ես Մոսկվայում եմ, ինչպես պայմանավորվել էինք։ Իմ հեռախոսը մնացել է Երևանում, ինչպես դուք խնդրեցիք։ Երբ ամեն ինչ ավարտվի, ես կվերադառնամ և կստանամ իմ մասը։ Այս նամակը ապացուցում էր, որ Վահագնը ոչ միայն գիտեր սպանության մասին, այլև ակտիվորեն մասնակցել էր դրա կազմակերպմանը։ Բայց ով էր այն մարդը, ում Վահագնը գրում էր այդ նամակները։ Ով էր վճարողը, ով էր բենեֆիցիարը։ Ռուսական ծառայությունները հրաժարվեցին հրապարակել ստացողի անունը, ասելով, որ դա պետական գաղտնիք է, բայց անկախ աղբյուրները, որոնք ուներ մուտք այդ տեղեկություններին, հայտնեցին, որ նամակները ուղարկվել էին մի էլեկտրոնային հասցեին, որը գրանցված է Շվեյցարիայում և պատկանում էր մի ընկերությանը, որի սեփականատերը եղել է Արմեն Սարգսյանը, Վազգենի անձնական բժիշկը, նույն մարդը, ով փախել էր Հայաստանից հոկտեմբերի 28-ին։ Այս բացահայտումը փոխեց ամեն ինչ։ Եթե բժիշկը եղել է կազմարպիչներից մեկը,
ապա նա ուներ մուտք Վազգենի ամենաինտիմ գաղտնիքներին, նրա հիվանդությանը, նրա դեղերին, նրա ամենօրյա ռեժիմին։ Նա կարող էր փոխել դեղաչափերը, թուլացնել Վազգենի մարմինը եւ ապա տեղեկացնել սպանիչներին, թե երբ է լավագույն պահը հարձակման համար։ Նա եղել է ներսից մարդը, դավաճանը, ով վաճառել էր իր հիվանդին այն մարդկանց, ովքեր ուզում էին նրա մահը։ Բայց ինչու։ Ինչի համար բժիշկը, ով երդվել էր փրկել կյանքներ, դարձավ սպանիչ։ Պատասխանը եղավ գումարը։ Շվեյցարական բանկերի արտահոսած փաստաթղթերը ցույց էին տալիս, որ դոկտոր Սարգսյանի հաշվին հոկտեմբերի 31-ից հետո մուտքագրվել էր $3 միլիոն, 3 փուլով, ինչպես նշված էր Վահագնի նամակներում։ $3 միլիոն մի մարդու կյանքի գինը, $3 միլիոն դավաճանության վարձատրությունը։ Բժիշկը վերցրեց գումարը եւ անհետացավ, եւ նրան երբեք չգտան։ Ոմանք ասում են, որ նա ապրում է Հարավային Ամերիկայում, ուրիշները, որ նա մեռել է, սպանված նրանց կողմից, ովքեր վարձել էին նրան, որպեսզի չմնա վկա։ Բայց անկախ նրանից, թե ինչ պատահեց նրան, նրա դերը Վազգենի սպանության մեջ հիմա պարզ էր, եւ այդ բացահայտումը ստիպեց վերագնահատել ամբողջ պատմությունը։ Վազգենը չմեռավ միայն քաղաքական պատճառներով։ Չմեռավ միայն, որովհետև մերժեց Մևրու միջանցքը։ Նա մեռավ, որովհետև նրա մահը բացեց դռներ նոր բիզնես հնարավորությունների։ Որովհետև նրա բացակայությունը թույլ տվեց որոշակի մարդկանց վերահսկել Հայաստանի տնտեսությունը։ Որովհետև նրա կյանքը դարձավ խոչընդոտ նրանց համար, ովքեր ուզում էին վերափոխել Հայաստանը իրենց անձնական շահույթի աղբյուր։ Քաղաքականությունը եղավ պատրվակ, բայց իրական պատճառը եղավ ագահությունը, իշխանության ցանկությունը եւ այն սառը հաշվարկը, որ մի մարդու մահը կարող է արժենալ միլիարդներ։ Այս էր ճշմարտությունը, որը թաքցվեց տասնամյակներ։ Ճշմարտությունը, որը դեռ չի ընդունվել պաշտոնապես, բայց որը հայտնի է բոլորին, ովքեր համարձակվեցին նայել ավելի խորը։ Այսօր, 20 տարի հետո, Մևրու միջանցքը դեռ փակ է։ Հայաստանը դեռ պահպանում է իր տարածքային ամբողջականությունը, բայց գինը, որ վճարվեց այդ համար, դեռ զգացվում է։ Վազգենի զոհը փրկեց մեղրին, թե միայն հետաձգեց անխուսափելին։ Նրա մերժումը գորի առաջարկին եղավ հերոսություն, թե սխալ հաշվարկ։ Այս հարցերը շարունակում են բաժանել հայ հասարակությունը։ Եվ յուրաքանչյուրը պատասխանում է ըստ իր սեփական համոզմունքների։ Բայց մի բան անբիճելի է։ Վազգենը ընտրեց մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած։ Եվ այդ ընտրությունը, անկախ նրանից, թե ճիշտ էր, թե սխալ, դարձրեց նրան լեգենդ, խորհրդանիշ եւ հարցական նշան, որը երբեք չի փակվի, մինչև Հայաստանը չգտնի իր իրական ճանապարհը դեպի ապագա։ Երբ Վազգենի արկղը իջեցվեց հողի մեջ, երբ վերջին բահը հողից ածկեց նրա անունը, երբ ամբոխը դանդաղ սկսեց ծրվել Երաբլուրի լեռնային ճանապարհներով, մի մարդ մնաց կանգնած գերեզմանի մոտ, ավելի երկար, քան բոլորը։ Սա էր Սերգեյ Մարտիրոսյանը, անվտանգության ծառայության գնդապետը, նույն մարդը, ով ստորագրել էր այն 6 մարմնապահի փոխարինման թույլտվությունները հոկտեմբերի 31-ի առավոտ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա դիպչում էր թարմ հողին, եւ նրա շրթունքները շարժվում էին, կարծես նա խոսում էր մեռելի հետ։ Ոչ ոք չլսեց, թե ինչ էր նա ասում, բայց 3 օր անց Սերգեյը չհայտնվեց աշխատանքի, եւ երբ նրա գործընկերները գնացին նրա բնակարան, նրանք գտան նրան մահաճակալին, դատարկ հավերի տուփով ձեռքին։ Ինքնասպանություն, ասաց պաշտոնական եզրակացությունը, բայց նրանք, ովքեր ճանաչում էին Սերգեյին, գիտեին, որ նա երբեք չէր լքի իր երեխաներին, երբեք չէր թողնի իր կնոջը առանց բացատրության։ Նրա գրասեղանի դարակում գտնվեց մի ծրար, կնքված, հասցեագրված Արամ Սարգսյանին, բայց այդ ծրարը երբեք չհասավ ստացողին։ Այն անհետացավ ոստիկանական բաժնից, եւ ոչ ոք երբեք չիմացավ, թե ինչ էր պարունակում այն։ Արդյոք Սերգեյը գիտեր ավելին, քան ասել էր քննիչներին։ Արդյոք նա փորձեց բացահայտել ճշմարտությունը, եւ արդյոք հենց դրա համար նա պետք է լռեր հավերժ։ Վազգենի ընտանիքը փորձեց շարունակել ապրել, բայց ինչպես կարող ես ապրել, երբ քո կյանքի կենտրոնը պատռվել է։ Լուսյան տարավ երեխաներին դպրոց ամեն առավոտ, պատրաստեց ճաշ, օգնեց դասերին, բայց նրա աչքերը դատարկ էին։ Կարծես նրա հոգին մնացել էր այն դահլիճում, որտեղ նրա ամուսինը թափեց վերջին կաթիլարյունը։ Երեխաները մեծացան առանց հոր, եւ երբ նրանք հարցնում էին մոր, ինչու սպանեցին հայրիկին, Լուսյան չգիտեր, թե ինչ պատասխանել։ Ինչպես բացատրես երեխաներին, որ նրանց հայրը մեռավ, որովհետև հրաժարվեց վաճառել երկիրը։ Ինչպես ասես նրանց, որ սկզբունքները երբեմն արժեն ավելի քան կյանքը, երբ դու ինքդ չես հավատում այդ խոսքերին։ Արամը փորձեց լինել հայր իր եղբոր երեխաներին, բայց ինչպես կարող ես փոխարինել Վազգենին։
Ինչպես կարող ես լրացնել այն դատարկությունը, որը թողեց մարդը, ով եղել է ոչ միայն եղբայր, այլև ընկեր, հերոս, խորհրդանիշ։ Արամը շարունակեց իր սեփական հետաքննությունը, հարցաքննեց վկաներին, հավաքեց փաստաթղթեր, բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր ճշմարտությանը, ինչ-որ մեկը փակում էր դռները։ Նա ստացավ սպառնալիքներ, հեռախոսով, նամակներով, անանուն հաղորդագրություններով, որոնք նախազգուշացնում էին նրան դադարեցնել փնտրումները, եթե չի ուզում կրկնել եղբոր ճակատագիրը։ Բայց ամենածանր բեռը կրում էր ոչ թե ընտանիքը, այլ ամբողջ երկիրը։ Վազգենի մահից հետո Հայաստանը մտավ քաղաքական անկայունության շրջան, որը տևեց տարիներ։ Կառավարությունները փոխվում էին մեկը մյուսի հետևից։ Յուրաքանչյուրը խոստանում էր բարեփոխումներ, բայց ոչ մեկը չկարողացավ վերականգնել այն վստահությունը, որը կորավ հոկտեմբերի 31-ին։ Ժողովուրդը տեսավ, թե ինչպես նրանց հերոսները մեռան խորհրդարանի հատակին, եւ նրանք հասկացան, որ եթե նույնիսկ ամենահզորները չեն կարող պաշտպանված լինել, ապա սովորական մարդիկ ընդհանրապես անպաշտպան են։ Այս զգացումը անապահովության, անվստահության, հիասթափության ներծծվեց հասարակության մեջ եւ դարձավ այն անտեսանելի վերքը, որը դեռ չի բուժվել։ Մարդիկ սկսեցին հեռանալ երկրից, հազարավորներով, տասնյակ հազարավորներով, փնտրելով ապագա այլ երկրներում, որտեղ կյանքը չարժե 3 միլիարդ դոլար, որտեղ սկզբունքները չվերածվեն մահավճռի։ Իսկ Մեղրու միջանցքը, այն 15 կիլոմետր ճանապարհը, որի համար Վազգենը զոհեց իր կյանքը, դեռ կանգնած է փակ։ Բայց քանի ժամանակ։ Ամեն տարի Ադրբեջանը վերականգնում է իր պահանջը, ամեն տարի միջազգային ճնշումները ավելանում են, եւ ամեն տարի Հայաստանը դառնում է ավելի թույլ, ավելի մեկուսացված, ավելի խոցելի։ Արդյոք Վազգենի զոհը փրկեց Մեղրին հավերժ, թե միայն հետաձգեց անխուսափելին մի քանի տասնամյակով։ Արդյոք հաջորդ սերունդը, որը չի հիշում Արցախյան պատերազմը, որը չի զգացել անկախության առաջին տարիների էյֆորիան, արդյոք այդ սերունդը կշարունակի պաշտպանել այն սկզբունքները, որոնց համար Վազգենը մեռավ, թե նրանք կընտրեն պրագմատիզմը, կզիջեն տարածքը փոխարեն բարգավաճման։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում է անպատասխան, հետևյալն է. ով իրականում կանգնած էր այս ամենի հետևում։ Ով էր այն ուժը, որը որոշեց, որ Վազգեն Սարգսյանը պետք է մեռնի հոկտեմբերի 31-ին 1999 թվականին։ Արդյոք դա եղավ Ամերիկան, որը ուզում էր պատժել նրան Գորի առաջարկի մերժման համար։ Արդյոք դա եղավ Ռուսաստանը, որը վախենում էր, որ Վազգենը շատ անկախ է դառնում։ Արդյոք դա եղավ Թուրքիան կամ Ադրբեջանը, որոնք տեսնում էին նրա մեջ իրենց ամենամեծ թշնամուն։ Թե դա եղավ ներքին ուժերը, օլիգարխները, ովքեր ուզում էին վերահսկել երկիրը, քաղաքական մրցակիցները, ովքեր ուզում էին իշխանություն։ Կամ ամենավախենալին, արդյոք դա եղավ բոլորը միասին, մի մեծ դավադրություն, որտեղ յուրաքանչյուրը խաղաց իր դերը, եւ վերջում ոչ ոք չմնաց պատասխանատու։ Այս հարցերը շարունակում են տանջել Հայաստանը, եւ մինչեւ այս հարցերը չստանան պատասխան, Վազգենի ոգին չի կարող հանգչել։ Նրա գերեզմանը Երաբլուրում դարձել է ուխտատեղի, ուր մարդիկ գալիս են վառել մոմեր, թողնել ծաղիկներ, աղոթել արդարության համար։ Բայց արդարությունը չի գալիս աղոթքներից, այն գալիս է ճշմարտությունից, եւ ճշմարտությունը դեռ թաղված է այնտեղ, խորհրդարանի ավերակների տակ, գաղտնի արխիվների մեջ, մեռած վկաների գերեզմաններում։ Եվ այսպես, 20 տարի անց Հայաստանը շարունակում է ապրել այս հարցերի հետ, շարունակում է կրել այս վերքը, որը երբեք չի բուժվել։ Վազգեն Սարգսյանը մեռավ, բայց նրա ընտրությունը, նրա զոհը, նրա մերժումը շարունակում են ձևավորել երկրի ճակատագիրը։ Արդյոք նա հերոս է, թե զոհ։ Արդյոք նա փրկիչ է, թե ողբերգության պատճառ։ Յուրաքանչյուրը պատասխանում է ըստ իր սեփական համոզմունքների։ Բայց մի բան անվիճելի է։ Այն օրը, երբ Վազգենը ասաց ոչ Ալբերտ Գորին, երբ նա մերժեց 3 միլիարդ դոլարը Մեղրու համար։ Նա ընտրեց ճանապարհ, որը տարավ նրան դեպի մահ, բայց նաև դեպի անմահություն։ Եվ այդ ընտրությունը, անկախ նրանից թե ճիշտ էր թե սխալ, դարձրեց նրան լեգենդ, որը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը շարունակում է պայքարել իր գոյության համար։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում է բաց, հետևյալն է. արդյոք մենք սովորեցինք ինչ-որ բան այդ ողբերգությունից։ Արդյոք մենք հասկացանք, որ փոքր երկիրը չի կարող դիմակայել մեծ ուժերին միայնակ, որ սկզբունքները որքան էլ սուրբ լինեն, երբեմն պետք է զիջեն պրագմատիզմին, եթե ուզում ես, որ քո ժողովուրդը ապրի։ Թե մենք շարունակում ենք հավատալ, որ կարող ենք պահպանել ամեն ինչ, տարածքը, անկախությունը, արժանապատվությունը, նույնիսկ եթե դա նշանակում է անվերջ զոհեր, անվերջ արյուն, անվերջ ցավ։
Պատասխանը այս հարցին կորոշի Հայաստանի ապագան, եւ այդ պատասխանը կտա ոչ թե մեկ մարդ, այլ ամբողջ ազգը, երբ նա կանգնի հաջորդ խաչմերուկում, երբ նա կընտրի միջև սկզբունքների եւ գոյության, միջև անցյալի եւ ապագայի, միջև Վազգենի ճանապարհի եւ նոր ուղու, որը գուցե տանի դեպի փրկություն, կամ գուցե դեպի նոր ողբերգություն։ Ճշմարտությունը Վազգենի մահի մասին դեռ թաղված է խավարի մեջ, բայց մի օր, երբ արխիվները վերջապես կբացվեն, երբ վերջին վկաները կխոսեն, երբ պատմությունը կստանա իր վերջնական ձևը, գուցե մենք կիմանանք, թե ով իրականում կանգնած էր այն ամենի հետևում, կամ գուցե երբեք չիմանանք, եւ այդ հարցը կմնա հավերժ, հետապնդելով Հայաստանը, ինչպես ուրվական, որը երբեք չի կարող հանգչել, մինչև չգտնի իր սպանողին։ Երբ արևը մայր մտավ հոկտեմբերի 31-ին, երբ Երևանի փողոցները լցվեցին մարդկանցով, ովքեր դեռ չէին կարող հավատալ տեղի ունեցածին, երբ հեռուստատեսությունը շարունում էր կրկնել նույն կադրերը, պայունոտ դահլիճը, ծածկված մարմինները, լացող մարդկանց, Հայաստանը հասկացավ, որ ինչ-որ բան անդառնալիորեն կոտրվել է։ Ոչ միայն երկու մարդ մեռան այդ օրը, այլ մի ամբողջ դարաշրջան ավարտվեց։ Արցախյան հաղթանակի էյֆորիան, անկախության առաջին տարիների հույսը, հավատը, որ փոքր ազգը կարող է դիմակայել մեծ ուժերին, բոլորը թաղվեցին ազգային ժողովի ավերակների տակ։ Վազգենի ընտանիքը երբեք չվերականգնվեց այդ հարվածից։ Լյուսյան ապրեց դեռ 15 տարի, բայց նրանք, ովքեր տեսնում էին նրան, ասում էին, որ նա մեռել էր այդ օրը, միասին ամուսնու հետ, եւ որ այն, ինչ շարունակում էր շնչել, միայն նրա մարմինն էր, ոչ թե հոգին։ Երեխաները մեծացան, ստեղծեցին իրենց ընտանիքները, բայց նրանք երբեք չխոսեցին հանրայնորեն հոր մասին, կարծես վախենում էին, որ եթե բացեն բերանը, նրանք կրկնեն նրա ճակատագիրը։ Արամը շարունակեց պայքարել ճշմարտության համար, բայց տարիների ընթացքում նա հասկացավ, որ ճշմարտությունը Հայաստանում ոչ թե բացահայտվում է, այլ թաղվում, ավելի խորը ամեն անցած տարվա հետ։ Իսկ նրանք, ովքեր օգտվեցին Վազգենի մահից, ովքեր հարստացան նրա արյունից, շարունակեցին ապրել, վայելել իրենց հարստությունը, իրենց իշխանությունը։ Ոմանք դարձան նախարարներ, ոմանք պատգամավորներ, ոմանք բիզնեսմեններ, ովքեր վերահսկում են երկրի տնտեսության մեծ մասը։ Նրանք քայլում են Երևանի փողոցներով անվախ, Նստում են թանկարժեք ռեստորաններում, ուղարկում իրենց երեխաներին արտասահմանյան համալսարաններ։ Եվ երբ ինչ-որ մեկը հիշեցնում է նրանց հոկտեմբերի 31-ի մասին, նրանք շարժում են գլուխները, ասում են ողբերգություն։ Եվ շարունակում իրենց ճաշը, իրենց զրույցները, իրենց կյանքը, կարծես ոչինչ չի եղել։ Մևրու միջանցքը, այն 15 կիլոմետր ճանապարհը, որի համար Վազգենը մերժեց 3 միլիարդ դոլարը, դեռ կանգնած է փակ։ Բայց քանի ժամանակ։ Ամեն տարի Ադրբեջանը վերականգնում է իր պահանջը, ամեն տարի միջազգային ճնշումները ավելանում են, եւ ամեն տարի Հայաստանը դառնում է ավելի թույլ, ավելի մեկուսացված, ավելի խոցելի։ Արդյոք Վազգենի զոհը փրկեց մեղրին հավերժ, թե միայն հետաձգեց անխուսափելին մի քանի տասնամյակով։ Արդյոք հաջորդ սերունդը, որը չի հիշում Արցախյան պատերազմը, որը չի զգացել անկախության առաջին տարիների էյֆորիան, արդյոք այդ սերունդը կշարունակի պաշտպանել այն սկզբունքները, որոնց համար Վազգենը մեռավ, թե նրանք կընտրեն պրագմատիզմը, Չզիջեն տարածքը փոխարեն բարգավաճման։ Այս հարցերը շարունակում են տանջել Հայաստանը, եւ մինչև այս հարցերը չստանան պատասխան, Վազգենի ոգին չի կարող հանգչել։ Նրա գերեզմանը Երաբլուրում դարձել է ուխտատեղի, ուր մարդիկ գալիս են վառել մոմեր, թողնել ծաղիկներ, աղոթել արդարության համար։ Բայց արդարությունը չի գալիս աղոթքներից, այն գալիս է ճշմարտությունից, եւ ճշմարտությունը դեռ թաղված է այնտեղ, խորհրդարանի ավերակների տակ, գաղտնի արխիվների մեջ, մեռած վկաների գերեզմաններում։ Վազգեն Սարգսյանը մեռավ, բայց նրա ընտրությունը, նրա զոհը, նրա մերժումը շարունակում են ձևավորել երկրի ճակատագիրը։ Արդյոք նա հերոս է, թե զոհ, արդյոք նա փրկիչ է, թե ողբերգության պատճառ։ Յուրաքանչյուրը պատասխանում է ըստ իր սեփական համոզմունքների, բայց մի բան անվիճելի է, այն օրը, երբ Վազգենը ասաց ոչ Ալբերտ Գորին, երբ նա մերժեց 3 միլիարդ դոլարը մեղրու համար, նա ընտրեց ճանապարհ, որը տարավ նրան դեպի մահ, բայց նաև դեպի անմահություն։ Եվ այդ ընտրությունը, անկախ նրանից թե ճիշտ էր, թե սխալ, դարձրեց նրան լեգենդ, որը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը շարունակում է պայքարել իր գոյության համար։